Աբովյան համայնքի երկրորդ նախկին քաղաքապետն է մեղադրյալի աթոռին։ Խոսքը Վահագն Գևորգյանի մասին է։ Նա մեղադրվում է համայնքին հատկացված 110 հեկտար օտարման ոչ ենթակա հողամասից 21 ապօրինի օտարելու համար։ 2015 թվականից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանը Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր 21 տարբեր հողակտարներ մի շարք դեպքերում ուղղակի վաճառքով, իսկ երկու դեպքերում կեղծ աճուրդների միջոցով համայնքապատկան, այդ թվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերը օտարել է Աբովյան համայնքի տարբեր բնակիչների։ 21 հողամասերը զբոսայգու տարածքներ են, պուրակներ։ Եղել են ընդհանուր օգտագործման հողամասեր, անհրաժեշտ են եղել Աբովյան համայնքի կենսագործունեության զարգացման համար։ Բացի այդ, ըստ նախկին քաղաքապետն ու աշխատակիցներից մեկը հողամասերի աճուրդների վերաբերյալ շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացվել, որոնց մասնակցել են մի շարք անձինք։ Մինչդեռ իրականում ըստ մեղադրանքի աճուրդները սահմանված կարգով չեն կայացվել։ Կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները։ Ապօրինի օտարումների հետևանքով համայնքին պատճառվել է ընդհանուր 59 միլիոն դրամի գույքային վնաս, որից նախաքննության ընթացքում մեղադրյալ Վահագն Գևորգյանի կողմից 49 միլիոն դրամը վերականգնվել է։ Համայնքը 6 տարի ղեկավարած Գևորգյանը մեղադրվում է 21 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 2 դրվագով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու և 6 դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Դատախազությունն այս 21 հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսել, հայցերն արդեն իսկ դատարանի վարույթում են։ Այսպիսով 2006-ին կառավարության որոշմամբ համայնքին հատկացված 110 հեկտար հողամասից ըստ մեղադրանքի 65 ապօրինի օտարել է համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գոլոյանը, 21-ը նրա իրավահաջորդ Վահագն Գևորգյանը։ Տաթև Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։